Հարգելի ժողովուրդ, զարմանք թող չլինի, զարմանալի չլինի։ Ես մի քանի գովեստի խոսքեր կասեմ Ծառուկյանի մասին։ Պարոն Ծառուկյան, այդ բոլոր մեծահարուստներից ամենից էլի շատ ու քչից դուք եք առատաձեռն։ Ես հիշում եմ, որ մի տարի դուք բավականին մոտ 200 միլիոնի վարկ եք տվել Արարատի շրջանի բոլոր գյուղացիներին խաղողի այգիների համար, որ մշակումներ անեն։ Բայց չգնաք աղջիկ ջան, հեռու չգնաք, ես հենց գովեստից հետո գիտեմ ինչ կասեմ։ Բայց որ կարգտահարվեց, ես իմ ականջով լսեցի հեռուստատեսության մոտ։ Կանգնած դուք ասեցիք սիրելի գյուղացիներ, սիրելի Արարատի շրջանի եւ ասենք Արարատյան դաշտի ժողովուրդ, այդ 200 միլիոնը ես կզիջեմ ձեզ, քանի որ վնասվել եք, եւ նույնիսկ Մոսկվայից մի քանի հակակարգտային կայանքներ կբերեմ, կտնեք, որ ապահով լինի։ Բայց հիմա ես չեմ նախանձում ձեր ունեցվածքի վրա։ Ջիվան խոսքերով ասած, ես ոչ ձեր ճոխ սեղանին եմ նախանձում, ոչ ձեր ունեցվածքին։ Դուք կարող եք 100 տարի ապրել ձեր շրջապատով, ձեր հարազատներով ապրել առանց որևէ ջանք թափելու, առանց չարչարվելու, կարող եք ապրել։ Փառք ու պատիվ ձեզ, ես ոչինչ չունեմ ասելու, բայց շատ եմ զարմանում, որ դուք հիմա եկել եք այս գյուղացիներին, այս տանջված գյուղացիներին, որ կառավարությունը թակարդի մեջ գցեց, ես կասեմ կառավարության թակարդը որն էր, եկել եք, որ 150 դրամ էր ճանապարհածախսը, դրան համաձայն չէ, նաև փոխել է ավտոբուսների կարգը, ձեր գազելներով են բերում եւ 200 դրամ եք դարձնում։ Ձեզ ասում եմ, որ դուք այդ 200 դրամին մի թմահարեք, մի ժողովրդի աչքի ծնգեք։ Կառավարությունը ընդամենը 50 դրամով բարձրացրեց գները եւ մեզ վաճառեց, փաստորեն մեզ, մեր պատիվը, մեր ինքնությունը վաճառեց։ Դուք էլ խնդրում եմ, մի կպեք է ժողովրդի գրպանին, դա ձեզ չի փրկի, ձեր ունեցվածքը բավ է, շատ է, Աստված հարյուրապատիկ շատանա, բայց է ժողովրդի գրպանին մի կպեք։ Դուք ձեռքները մեկնում եք հասարակ ժողովրդի գրպանից հանում եք։ Կառավարությունը նորից եմ ասում, մեզ 50 դրամի համար վաճառեց։ Հարգելի կառավարություն, հարգելի պաշտոնական անձինք, դուք չեք հիշում, որ մեր ուժերով եք անցել Քասախի ու Պրոշյանի համայնքը մոտ 20,000 մարդ է, դուք նրանց ուժերով եք անցել, դուք հիշեք, որ հետագայում էլի կա, չմտածեք, որ էսը եւ պրծավ, գիտեք ոնց, եթե ժամանակները կգան, ընտրության ժամանակը կգա, ընտրության ժամանակ ես հավատացած եմ, որ այսքան ժողովուրդը երբեք ձայն չի տածես, ձեզ ձայն կտա միայն գյուղապետը իր կնոջ հետ, երեխաներն էլ չեն տա, գյուղապետի երեխաներն էլ չեն տա, որտեղ նրանք արդեն հասու կլինեն, կգնան ուսում Երևան սովորելու, նրանք էլ կզգան իրենց ծնողների սխալը, որ թանկացրել են եւ վատ տրանսպորտով են գնում։ Մի խոսքա, որ ասում են, թե կառավարությունը մեզ բերեց, գիտեք ինչ լավություն արեց, կառավարությունը բերեց, ավտոբուսներ տվեց, շատ շնորհակալ ենք դրա համար, ավտոբուսներով երթևեկել եւ կիրթեր եւ լավեր, գինը բարձրացրեց, դա նման է նրան, որ մեկը ծովում խեղդվում է, ծովի խորքերում խեղդվում է, մի լավ լողորդ դրա վզից բռնած քաշում բերում է, իբր թե կփրկի, բայց բերեց ապի մոտ խեղդեց, կառավարությունը հենց այդպիսի մի բան արեց մեր վրա, ավտոբուսներ տվեց, բրծավ, հետո խեղդեց 50 դրամով վաճառեց մեզ։ Ես հավատացած եմ, պարոն Ծառուկյան, եթե մեկը գտնվի, որ 300-ով բարձրացնի աշխատայետ վարձը, ճանապարհ վարձը, կառավարությունը ձեր ձեռքից կվերցնի կտա նրան, դա թեկուզ լինի ազգությամբ թուրք, գերմանացի թե ինչ։ Ես համոզված եմ դրանում, որ 100 դրամի համար էլի կառավարությունը ձեր մոտից էլ կվերցնի այդ արտոնությունները։ Խնդրում եմ, հեռու մնացեք, ժողովրդի պարզ ասեմ, անեցքին մի ենթարկվեք, ժողովուրդը ձեզ կանիծի, ժողովուրդը ձեզ կնզովի, եթե դուք այդ 50 դրամի համար ավտոբուսները հանեք եւ տակ ես փոքր միկրոավտոբուսներին։ Հազիվ մեջքները սուղվել է, հազիվ կարողանում ենք մարտավայել կանգնել մեքենայի մեջ։ Այնպես որ խնդրում եմ, հեռու մնացեք, ժողովրդին թողեք ապրի, խնդրում եմ, հեռու մնացեք եւ շատ էլ չեմ խնդրում նեն բանի համար, որ թեմը ընտրություններ կա, հիշեք, ձեր զավակները, այս ամբողջ ոստիկանությունը որ կանգնած է, բոլորի, գիտեք, նրանց սրտով էլ չէ, հա, նրանք վախից աշխատանքից զրկվելու պատճառով գուցե համակցում են ձեր հետ, բայց ոստիկանության մեծ մասը ժողովրդի կողմն է, դուք լավ հիշեք, այդ ոստիկանները ժողովրդի ծոցից են դուրս եկել,
Այնպես որ զոհվածներն էլ մեր ծոցից են դուրս եկել, պաշտպաններն էլ մեր ծոցից են դուրս եկել, այս ավանից կան ազգային հերոս գնդապետներ, Պրոշյանից կան գեներալներ, խելացի լավ, այնպես որ նրանք իրենց կյանքը, երջանկությունը նվիրել են, ամբողջ նվիրեցին մեր հայրենիքին, նվիրեցին նաև այս ժողովրդին, որ մենք հիմա ոտնահարելու իրավունք չունենք։ Այդ երեխաները, այդ զոհվածների ընտանիքները, հարազատները, զավակները երթևեկում են այդ տրանսպորտով։ Խնդրում եմ, հասու եղեք, մտածեք, թե ինչ եք անում։ Դուք ուղղակի այդ 50 կոպեկը շլացրել եք, ձեզ այդ 50 կոպեկը ավելացնելու համար ամեն ինչ անում եք։ Այսքան բան։